Ուղիղ եթերում իր աշխատանքն է շարունակում Ազատություն TV-ն, թողարկման այս հատվածում կզրուցենք Հանրապետական խմբակցության պատգամավոր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի հետ, բարև ձեզ պարոն Զաքարյան։ Շնորհակալություն մեծ հրավերն ընդունելու համար, պարոն Զաքարյան, երեք հայտնի դարձավ ձեր կուսակցության կարգախոսը անվտանգություն եւ առաջընթաց։ Ինչու՞։ Կարծում եմ, որ հանրության ընդհանուր նպատակները մեկտեղող իր մեջ հստակ ընդգծված նպատակ եւ նաեւ դրանից բխող բազմաթիվ գործողություններ եւ ծրագրեր առաջարկող կարգախոս է, դրանք ուղղակի ոչ թե բառեր են, կարծում եմ, որ առօրյա հատկապես այսօրվա եւ արտաքին եւ ներքին քաղաքական կյանքում երկու հասկացություններն էլ խիստ անհրաժեշտ են, անվտանգություն, որպեսզի կարողանանք ապահովենք նաեւ բոլոր ոլորտների առաջընթացը։ Սրանք մեկը մյուսի հետ փոխշահկապված խնդիրներ են եւ միևնույն ժամանակ նաեւ ներկայացնում են որպես քաղաքական բոլոր իմաստներով, սկսած ռազմականից, վերջացրած էներգետիկ, պարենային, տնտեսական եւ ընդհանրապես ֆիզիկական անվտանգությունից սկսած գլոբալ առումով անվտանգության եւ ամբողջականության երաշխավորման սկզբունքի ներքո նաեւ առաջընթաց բոլոր ոլորտներում այնտեղ որտեղ որ մենք դրա կարիքը հատկապես ունենք։ Արդեն մոտ 20 տարի է իշխանության եք, այդ առաջընթացը շատ ձեր ընդդիմախոսները նշում են, որ չկարողացաք ապահովել, անվտանգությանը դեռ կանոնադառնամ եւ ասում են հետեւաբար այս կարգախոսը այնքան էլ սազական չէ։ Հանրապետական կուսակցությունը տարբեր կարգախոսներ է ունեցել եւ յուրաքանչյուր կարգախոս տվյալ ժամանակահատվածի պահանջներին եւ սկզբունքներին համահունչ է եղել։ Հիմա ասեք ինձ մի երկիր, որի համար առաջընթացը արդիական չի։ Ցանկացած երկրում ամենազարգացած առաջընթացի խնդիրներն արդիական են։ Առաջընթացը դա փոխփոխվող պահանջմունքների եւ հանրային կարիքների անընդհատ բարելավման խնդիրն է։ Մեր պարագայում այդ խնդիրները մի փոքր ավելի շատ են, դրա համար մեզ հատկապես առաջընթացը եւ արագ տեմպերով առաջընթացը, զգալի տեմպերով առաջընթացը մեր համար էական է, հետեւաբար նաեւ առաջիկայում հաջողություն ունենալու պարագայում մեր կողմից ձևավորվող իշխանությունը ավելի շատ շեշտադրումը դնելու է հենց առաջանցիկ տեմպերի եւ զարգացման։ Ինչու հավատան, պարոն Զաքարյան, ընդունեցես, երբ մի անգամ ունեցել եք անգամ նման կարգախոս հավատան, որ փոխենք, բայց այս դեպքում տնտեսական ցուցանիշները բավականին քիչ բան է փոխվել։ Իսկ նախկինում որ ունեցել ենք ապավինենք մեր մտքին եւ բազկին, դա գործող կարգախոս չի եղել։ Հանրապետական կուսակցության բոլոր կարգախոսներն են գործող կարգախոսներ են եղել։ Դրանք կարգախոս չէր միայն զուտ խորհրդարանում հայտնվելու համար։ Դրանք կարգախոս էր, որ իր հիմքում պատասխանատվություն է ենթադրում։ Շատ բայ դրա համար նշում, ձեր ընդդիմախոսներն ասում են, որ արտաքին պարկն եք երակի մեծացրել, խոսում են նաև 800 հեկտար տարածքի կորստի մասին։ Արտաքին պարկը սպասարկվում է եւ սպասարկվում է բավականին կայուն ձևով եւ արտաքին պարկը ինքնանպատակ չի մեծացել։ Արտաքին պարկը մեծացել է տնտեսության մեջ, երկրի կառավարման մեջ եւ սոցիալական բազմաթիվ խնդիրների բարեփոխումների իրականացման նպատակներից ելնելով, այդ թվում նաեւ տարածաշրջանային հավակնոտ ծրագրեր իրականացնելու նպատակներից ելնելով։ Ինչ վերաբերում է անվտանգության խնդիրներին, այսպես բազմա կոմպոնենտ խնդիրը եւ կարծում եմ, որ անվտանգությունը այդ թվում նաեւ արտաքին սպառնալիքներից, այդ թվում նաեւ միջազգային անվտանգության առումով, այդ թվում նաեւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներով, այդ թվում նաեւ բազմաթիվ խնդիրներով, որոնք որ պայմանավորված են անվտանգ եւ կայուն զարգացմամբ, կարծում եմ մեր հասարակության մեջ դա ակնհայտ է։ Այսօր նույնիսկ ամենազարգացած եվրոպական երկրները անվտանգության կարիք զգում են։ Պարոն Զաքարյան, տեսեք, ձեր ընդդիմախոսները, երբ ասում են, որ այդ կարգախոսը այնքան էլ հարիր չէ ձեր կուսակցությանը, ովքեր են ասում։ Իրավապաշտպաններից շատերը այսօր նաև մեջուրն են եղել, նաև խորհուրդ էին տալիս ձեզ, որ այլ կարգախոս օրինակ նշում էին, որ ավելի լավ է գրեն կերել ենք, ուտելու ենք եւ կուտենք նմանատիպ այսպես կարգախոսներ։ Հիշատակում են հիմնականում տեսեք։ Անլուր մարդկանց տեսակետը հիմա փորձում ենք չհակադարձել, բայց պաշտոնական տվյալներով են թվերով են համեն դեպս խոսում, նշելով, որ այս վերջին 5 տարիների ընթացքում 300,000-ից ավելի քաղաքացի է մեկնել եւ չի վերադարձել Հայաստան։ Այդ դեպքում նշում են ինչպես է հանրապետականը կրկին անգամ քաղաքական հայտ ներկայացնում եւ անվտանգությունից խոսում։ Մենք հերքում ենք, որ արտագաղթ կա երկրում։ Իհարկե չենք հերքում եւ դրա պաշտոնական ցուցանիշներն են դրա մասին ասում։ Իսկ մենք հերքում ենք, որ մեր երկրում կան խնդիրներ։ Իհարկե չենք հերքում։ Մենք որևէ մեկին այսպես
դիմացը կանգնելով աչքերի մեջ նայելով ասում ենք, որ ամեն ինչ շատ հրաշալի է եւ հետեւաբար ինչ կարիք կա դժգոհություններ կամ խնդիրներ առաջադրելու։ Իհարկե չէ, բայց քաղաքական կյանքը քաղաքական պայքարը հենց դրանում է, որ քաղաքական ուժը ավելի արդյունավետ, ավելի իրատեսական եւ ավելի հստակ կարող է իր հայտը հիմնավորել քաղաքական պայքարում։ Ցույց տվեք այն քաղաքական ուժերը, որոնք որ հիմնավորել են կամ որոնք որ ի վիճակի են հիմնավորել իրենց քաղաքական հայտը, շատ ավելի լավ, քան հիմնավորում է այն կուսակցությունը, որը իր քաղաքական գործունեությունը տարիների ընթացքում, այդ թվում նաև իր թերությունները, իր բացթողումները մատնանշելու հենց իր իսկ կողմից, այսինքն մեր կողմից։ Իսկ դուք ընդունում եք թերությունները։ Չի կարելի չընդունել այդ թերությունները։ Եթե թերությունները չես ընդունում, հետեւաբար նաև չես կարողանում ինքդ քեզ ուժեղացնել։ 300-ից ավելի քաղաքացի արտագաղթել է կարելի ասել։ Ոչ։ Չկա ձեր այդ թվում նաև Այդ թվում նաև իսկ դրա համար կան բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, ընդդիմությունը մեղավոր է դրանով։ Այդ թվում նաև այո։ Ինչու՞։ Որովհետեւ նշում են, որ չունեն քաղաքական։ Դուք այդ դեպքում ինձ ասեք մոտիվները որոնք են հեռանալու։ Ինչ նշանակում չունեն քաղաքական լծակներ, եթե մասնակցում են որոշումների կայացման գործընթացին։ Եվ նույնը նշում են մեր դեմքը գարկելը ոչինչ չի փոխում։ Եվ ինչ, այդ դեպքում թույլ գաղափարներ եւ թույլ հիմնավորումներ ունեն, եթե չեն կարողանում ապահովել հավատի այն աստիճան, որ կարողանան այն որոշումների կայացման վրա իրենց ասացիք մոտիվները ո՞րն են, ըստ ձեզ ինչու են հեռանում։ Տարբեր են մոտիվները։ Սոցիալականը այդտեղ սոցիալականը դրա իմ այսպես ուսումնասիրություններով 30%-ն է։ Դա ավելի վատ չէ, երբ քաղաքացին երկրից հեռանում է ոչ սոցիալական պայմաններից։ Ավելի վատ եւ ավելի լավի խնդիր չկա եւ վատը միայն նա է, որ քաղաքացին հեռանում է եւ պետք է ամեն ինչ անել, որ քաղաքացու վերադարձի համար պայմաններ ստեղծել։ Սա է խնդիրը։ Դա հենց առաջընթացի եւ անվտանգության գործոններից մեկն է։ Էլ ինչ գործոններ կան ըստ տարբեր են, ես նորից եմ ասում, սովետական միության տարիներին էլ Հայաստանից հեռանում էին։ Տարբեր են։ Մեկը գնում է իր բարեկամների մոտ ապրելու, մյուսը գնում է աշխատանք փնտրելու, երրորդը գնում է իր երեխայի համար կրթություն ապահովելու, տարբեր են գործընթացները, այստեղ չի կարելի մատնանշել։ Եվ կարևոր էլ չի, թե ըստ էության հիմնավորումների, կարևոր է, որ մենք կարողանանք հասնել նրան, որ արտագաղթի տեմպերը նվազեն էականորեն, կանգ առնեն եւ սկսվի վերադարձը։ Ինչ կարելի անել։ Կառավարման բարեփոխումներ, կառավարման արդյունավետության բարձրացում, նպատակային հստակ եւ պահանջարկին եւ ժամանակի պահանջներին համապատասխան ծրագրեր, ավելի ամուր եւ ավելի կայուն անվտանգություն ապահովում։ Պարոն Զաքարյան, երեք որը ամենակարևորը։ Դա Շարմազանում նաեւ ասաց, որ ակտիվ քարոզարշավ լինելու ինչի մասն է խոսքը տեղյակ եք։ Ակտիվ քարոզարշավ դա նշանակում է, որ հանրության բոլոր շերտերի հետ աշխատանք, յուրաքանչյուր ընտրողի հետ աշխատանք ըստ անհրաժեշտության, դա նշանակում է, որ ընտրության գործընթացի մասնակից եւ մեր կուսակցության ծրագրերով հետաքրքրվող յուրաքանչյուր անհատի հետ աշխատանք քարոզչական բոլոր մեխանիզմներով եւ լրատվությամբ եւ հանդիպումների միջոցով եւ միաժամանակ այսինքն յուրաքանչյուրը այդ ցուցակներով բնականաբար հենց դրանով էլ ամբողջ մասնակցությունը կուսակցության ապահովված է։ Պարոն Զաքարյան, հաշվի առնելով նոր ընտրական օրենսգրքի, այդ մի շարք դրույթներ մամուլում շատ է խոսում, անգամ նաև փորձագետներն են նշում, որ այս ընտրություններին լինելու են ավելի շատ կուսակցության ներսում, այսպես պայքար, հաշվի առնելով այդ նույն ընտրատարածքում ընդգրկված տեխնացուների, նման բան հնարավոր է թե ոչ։ Լինում են երբեմն հրապարակումներ, այսօր եղել են, որ տեսականորեն դա հնարավոր է, որովհետև տարածքային ցուցակները այդ հնարավորությունը տալիս են, այսինքն այդ տրամաբանությունն են զարգացնում, ոչ թե միմյանց դեմ պայքար, այլ յուրաքանչյուրը պայքարում է իր հնարավորությունները ավելի լայն ներկայացնելու։ Դա քաղաքական պայքարի սահմանից այն։ Դա քաղաքական պայքարի սահման, իհարկե կարող է նաև որոշ դեպքերում քաղաքական պայքարի սահմանից դուրս գալ, կարող են դեպքերում անթույլատրելի զարգացումների դուրս գալ։ Սրանք ընտրական համապետական նշանակության միջոցառումներում միշտ դրան նման բան կարող է լինել, հա, եթե, չգիտեմ, մի տոնակատարություն կազմակերպեք 100,000 մարդու մեջ հաստատ ինչ որ մի անթույլատրելի զարգացում, ինչ որ մի, չգիտեմ, անցանկալի զարգացում կարող է տեղի ունենալ։ Հասարակության այդ խնդիրներից մեկն էլ է նա, որ զսպողական մեխանիզմները գործեն եւ այս առումով կարծում եմ անպատասխան մարմինները իրենց ուշադրությունը սևեռելու են, որպեսզի նման երևույթներ գործընթացում տեղ չգտնեն։ Իսկ ամենակարևոր խնդիրը իհարկե լավ ընտրություններ անցկացնել եւ յուրաքանչյուր ընտրողի համար հստակ մոտիվացված մոտեցումներ ունենալ ընտրությունների նախօրյակի։ Պարոն Զաքարյան, մեր եթերաժամը սահմանափակ է, հաշվի առնելով դա
Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ դուք արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար եք, տեղյակ եք հավանաբար Ադրբեջանի գլխավոր դատախազության երեկվա հայտարարության մասին, այդ սև ցուցակում նորանոր անձանց ներգրավելը, խոսքը մասնավորապես Լեռնային Ղարաբաղում անցկացված սահմանադրական հանրաքվեին հետևող եվրոպացի պաշտոնյաների մասին, ինչ կարող եք ասել։ Թեև այսօր մեր դատախազությունը քիչ առաջ ինձ փոխանցեցին այդ լուրը, որ մեր դատախազությունը հարցում է արել, հա, Ինտերպոլին եւ ստացել է պատասխան։ Ասեմ հետեւյալը, 3 մեր գործընկերներն էլ ես շատ լավ ճանաչում եմ, շատ մտերիմ հարաբերությունների մեջ եմ եւ նրանցից յուրաքանչյուրը մի քանի անգամ միասին այցելել եմ։ Խոսքը Ֆրանկ Էնգելի, Էլենի Թեոխարյուսը եւ Յարոմիր Շտետինայի մասին է։ Եվ դրանցից յուրաքանչյուրը ես մի քանի անգամ եղել եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տարբեր առիթներով եւ վստահաբար կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մեկնելը յուրաքանչյուր անգամ եղել է իրենց համոզմունքների շրջանակ եւ իրենց ցանկությունը եւ դա մեր համար շատ մեծ պատիվ եւ մեծ հնարավոր է որ այս 3 անձանցից որևիցե մեկը չգնային Բելարուս այցել երբեւե եւ կրկին արտահան։ Ես չեմ կարծում, որովհետև այստեղ խնդիրները տարբեր են եւ որևէ մի միջազգային կազմակերպություն իրավունք չի ունենա քաղաքական գործիչների գործողությունները սահմանափակել, էլ հաշվի չառնես, այդ չեմ խոսում անձեռնմխելիության մասին։ Սա խոսում Ադրբեջանի հերթական ցինիզմի, կարճամտության, անկարողունակության արդյունքում այսպես ջղաձգված ռեակցիայի եւ նաեւ որոշակի այսպես քարոզչական եւ ներքին եւ արտաքին լսանի համար քարոզչական գործողություններ անելու համար ներսում էլ բացատրելու բան ունեն, իրեն ժողովուրդը հարցնում են, իսկ դուք ասում եք, որ միջազգային հարությունը մեզ աջակցում են, հա տեսեք Ղարաբաղում գնալու դիտորդներն ավելի շատանում են, իսկ ինչ անում մեր պետությունը, ոնց որ հիմա մեր լրագրողներն են, չէ՞, շատ դեպքերում նույնիսկ առանց խորանալու խնդրի մեջ ասում են, իսկ ինչ անում մեր այս կազմակերպությունը, մեր կազմակերպությունը, նույնիսկ երբ իրանց են գնում ասում, իսկ ինչ անում, նրանք էլ վերցնում նմանատիպ այսպես չմտածված անհեռանկարային գործողություններ են ծավալում, որ իհարկե Ինտերպոլին, որ Ինտերպոլը հերքում է։ Իսկ Ինտերպոլը այո հերքում է, որովհետև Ինտերպոլում նման պրակտիկա չկա քաղաքական գործունեության համար հետապնդում։ Նա բոլորովին ուրիշ այլ էր, այնտեղ իրավական հիմքերն այլ էին։ Այստեղ քաղաքական հիմքեր են, որովհետև իրավական հիմք չկա, առավել եւս Եվրոխորհրդանի падգամավորների համար։ Այսօր մենք ես որպես Եվրոնեստ պատվիրակության ղեկավար այս հանգամանքը որևէ կերպ, այսինքն ձեզ չի կաշկանդի եվրոպացի այլ պաշտոնյաներին։ Ես չեմ կարծում, ընդհակառակը կարծում եմ, որ վստահաբար կարծում եմ, որ ավելի մեծ կլինի հետաքրքրություն եւ շատերը նույնիսկ հենց այդ գործընթացը այսպես ընդվզելու համար կգնան Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ցույց տալու, որ որևէ մեկը ի վիճակի չէ, այդ թվում նաեւ պետություն, ի վիճակի չէ սահմանափակել ազատ տեղաշարժը։ Ինչու պետք է նման։ Ինչու պետք է այդպես։ Այսինքն Ձեզ ասում եք ավելի ասեցի ցույց տալու համար, որ սա նաեւ ընդվզում է այն մոտեցման դեմ, որ կա համաեվրոպական համակարգում։ Ասացիք, որ ծանոթ եք երեքին եմ զրուցել եք նրանց հետ այս հայտարարությունից հետո ինչ կարծիք, ինչ են փոխանցել։ Հենց այդ նույն բանը որևէ կաշկանդվածություն եւ որևէ ուղղակի զարմանք եւ տարակուսանք, որ հնարավոր է այդ աստիճանի հասցնել մարազմի եւ ցինիզմի քաղաքական զարգացումները եւ նույնիսկ այդ իրավիճակով էլ մարդիկ խոսում են խաղաղ կարգավորման կամ հանդուրժողականության կամ Ադրբեջանում բազմամշակութայնության մասին, այսինքն Ադրբեջանի գործողությունները ինքն իրեն հակասող գործողություններ են եւ այստեղ կարծում եմ երկար բարակ ապացույցների կարիք չկա, իրենց ապացուցում են, որ այդ անտրամաբանականությունը ցավոք գործելավոճ է դառնում։ Շնորհակալություն պարոն Զաքարյան, մեզ հյուրընկալելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնում մենք զրուցում ենք Հանրապետական խմբակցության պատգամավոր Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Արտակ Զաքարյանի հետ, այլ թեմաներ